Հայաստան, Երևան, հանրային հեռուստաընկերություն, բարի երեկո, մենք ազատ գոտում ենք։ Այսօր երկուշաբթի աշխատանքային շաբաթվա առաջին օրը եւ մեզ ու ձեզ հաջողութեր շաբաթ ենք մաղթում եւ այսօր մենք ձեզ ցույց կտանք։ Այսօր ծրագրում Ռաբիզ երաժշտությունն է իր բոլոր դրսևորումներով։ Դիտեք, որ իմանաք որն է Ռաբիզը, ինչ կատարվեց, երբ Աննա Մայլյանը լքեց տաղավարը, ինչու էր բարկացել Ռաբիզի թագուհին Նանան, կրքերը թեժ մթնոլորտը լարված Ռաբիզ երաժշտություն։ Ժամանակին Ռաբիզ լսում էր մեր հասարակության միայն որոշակի խավ, այն էլ կոնկրետ արարողությունների ու կոնկրետ խնջույքների եւ նաեւ դժբախտ արարողությունների ժամանակ։ Եվ այսօր Ռաբիզը դերևս արդեն 20 տարի է մեզ ուղեկցում է եւ այն էլ ինչպես է ուղեկցում, այն հասել է մինչեւ հեռուստատեսություն, համացանց եւ ամենուր է։ Մի խոսքով, ուր է կորել մեր ճաշակը եւ որն է Ռաբիզը այսօր ազատ գոտու թեման է։ Ալի Գյուլնաշյանին խորհրդային տարիներին լսում էին նրան, սիրում եւ ոչ միայն Ռաբիզի երկրպագուները։ Ալի Գյուլնաշյան, սիրով հրավիրենք տաղավար։ Սիրված արտիստ, սիրված երգիչ, ով այսօր ազատ գոտու տաղավարում է։ Բարի երեկո, պարոն Գյուլնաշյան, ուրախ ենք ձեզ տեսնել տաղավարում եւ արդեն թեման պարզ է, այսօր խոսում ենք Ռաբիզ երաժշտության մասին եւ իրականում որն է համարվում Ռաբիզ եւ ով է որոշում, երգը Ռաբիզ է թե ոչ։ Բարի երեկո, բարև ձեզ, բոլորի նոր տարին շնորհավոր։ Հետո ինչ վերաբերում է Ռաբիզ երգին, առաջներում Ռաբիզ երգից ստեղծվել է յուրաքանչյուր երգը, ոնց որ ասած, կորիզը դա Ռաբիզ երգն է։ Դրա հիմքի վրա է էստրադա եւ օպերա եւ անըտենց երգեր երգում։ Այսինքն օպերային երաժշտության, էստրադային երգի հիմքում Ռաբիզն է ընկած, ճիշտ եմ հասկանում միտքը։ Բոլոր երգերը սկսվում են Ռաբիզ երգերից։ Որոշ երգեր էլի։ Հարսանեկատներում բոլորը երգում են, լավ ընտոնվում է։ Ճիշտ է, պարոն Գյուլնաշյան, երբ այդ երգերը արդեն հայտնվում են հեռուստատեսությունում եւ կարծես կրթում եւ դաստիարակում են սերունդներ։ Ահա։ Ճիշտ է։ Հեռուստատեսությունը, որովհետեւ այնպես երգեր են հնչում, որ այն ամենավատ կատարողներին, բաներին են հրամցնում երգելու, դրա համար է ժողովուրդը սովորում է հենց դրանց երգերը։ Բայց Ռաբիզ երաժշտությունը ավելի հատուկ է խորհրդային տարիներին, պարոն Գյուլնաշյան, այդ տարիներից է, չէ՞, ավելի այսպես արմատավորվել եւ սկիզբ առել։ Ռաբիզ երգը, ոնց ասած, երգել են ժողովուրդը, երգել են եւ միշտ ընդունվել է ժողովրդի կողմից։ Առաջներում հետո չի եղել ուրիշ երաժշտություններ, բաներ։ Այսինքն խորհրդային տարիներին հիմնականում եղել է Ռաբիզ։ Չէ։ Բայց ուրիշ երաժշտություններ եղել է, բայց գերակշռողը։ Գերակշռող։ Շատ լավ, ես ինտերնետում լսեցի ձեր Օնիկն ու Սոնիկը կատարումը։ Օրինակ հեռուստատողները նույնպես համոզված են, որ այդ կատարմանը շատ ծանոթ են եւ ձեր կատարումը լսել են։ Այդ ակրկիր է դա Ռաբիզ կատարում է թե Ռաբիզ կատարում չէ։ Դուք ինչպես եք ինքներդ ձեր կատարմանը բնորոշում։ Ես ժողովրդի կողմից որ ընդունված է, դա եմ երգել։ Այսինքն կապ չունի Ռաբիզ է թե Ռաբիզ չէ, կարևորը որ ընդունվի ժողովրդի կողմից։ Ժողովուրդը որ նոր սիրել է, այդ ձևի երգել եմ։ Շատ լավ, բազմաթիվ սիրելի երգերի ու երաժշտությունների հեղինակ Մարտին Վարդազարյանը քաջատեղյակ է երաժշտության բոլոր ճյուղերին։ Պարոն Վարդազարյանին սիրով հրավիրում ենք տաղավար։ Բարի երեկո, ուրախ եմ ձեզ նույնպես տեսնել ազատ գոտու տաղավարում։ Ինձ համար էլ հաճելի է, չգիտեմ ինչով կվերջանա։ Տեսնենք։ Պարոն Վարդազարյան, ինչպես առաջացավ առհասարակ Ռաբիզ երաժշտությունը, այն հատուկ է ԽՍՀՄ-ին է հատուկ եւ օրինակի համար այդ երաժշտական միջազգային ուղղություն է, թե ինչ է, այսինքն երբ առաջացավ Ռաբիզը։ Բոլորը շեշտում են առաջի հերթին, որ Ռաբիզ դա նշանակում է ռաբոտնիկի իսկուստ։ Այո, արհմիութենական այդպիսի գիծ կար, այդպիսի բաժին կար արհմիություններում։ Դա կոչվում էր պրոֆսայուզ ռաբոտնիկով իսկուստ, այսինքն արվեստի աշխատողների, որտեղ ընդգրկվում էին մեծ թատրոնի մենակատարները, կրկեսի նվագախմբի երաժիշտները, հարսանիքների եւ տխուր արարողությունների մասնակից, այսինքն այդ բոլորը համարվում էին ռաբոտնիկի իսկուստ։ Բայց դա տարբերվում է այսօրվանից, որովհետեւ այնտեղ մեզ մոտ հիմա դարձել է հասկացություն, որպես այդպիսին, մի տարի փոփոխությամբ։ Նա Ռաբիս էր, իսկ սա Ռաբիզ։ Այդ մի տարի տարբերությունը արդեն դառնում է որպես դրոշմ եւ հոգեբանական փոփոխություն է առաջացնում։
Ռաբիս երաժշտություն որպես այդպիսին դա ունի մի հատկություն, որ գրավչություն ունի եւ կպչողականություն։ Ես ուզում եմ բաժանել երաժշտությունը, որ ունի լեզուներ, դա կոչվում են ժանրեր։ Այդ ժանրերի մեջ կա ջազային երաժշտություն, դասական երաժշտություն, բարոկո երաժշտություն, կամերային երաժշտություն, խմբերքային երաժշտություն։ Լավ, իսկ ինչ է ռաբիզ ավելի հասանելի մարդկանց, գուցե նրանից է ավելի գրավիչ երաժշտություն, Այստեղ արդեն գալիս է երկրորդ հարցը՝ բնազդ եւ գիտակցություն, զգացմունքային եւ զգայական։ Իսկ եթե անդադ քարոզում ես ռաբիզ երաժշտությունը, դա մարդկանց ուղեղներում եւ ականջներում նստում է, չէ՞, այդ երաժշտությունը։ Ռաբիս երաժշտությունը ունի այդ հատկությունը, որ լինելով շատ պարզ, հասանելի եւ կարծես թե հասկանալի բոլորի համար, բայց այստեղ գալիս է արդեն մի մակարդակ։ Օրինակ մանուկ տարիներին գուցե շատ քիչ մարդիկ են, որ կարմրուկ չեն ունեցել։ Կարմրուկ ունի իր օրենքները, ունի իր անհրաժեշտությունը, տեղի է ունենում, բայց հետևանքները, եթե ժամանակին չհետևել, ծանր են լինում։ Այստեղ գալիս է նաև գիտելիքի եւ չգիտելիքի սահմանը։ Եթե դպրոցներում ես մի քիչ sense թռիչքաձև խոսեմ, Ավետ Կարպովիչ Գաբրիելյանը, երբ որ առաջի անգամ կվարտետով, Կոմիտասի անվան կվարտետով պատվով էին ներկայացնում ոչ միայն սովետական արվեստն ու երաժշտությունը, այլ հայկական արվեստն ու երաժշտությունն առաջին հերթին։ Ավստրիայից հետո երբ որ վերադարձան, նա զարմացած մի բան էր ասում, պատկերացնում ես, տրամվայի տոմսավաճառը, կոնդուկտորը նստած էր Մոցարտի պարտիտուրան ձեռքին։ Վստահ ենք, որ այդպես է, բայց եթե մեկ բառով բնորոշենք, ռաբիզ երաժշտությունը արվեստ է, թե արվեստ չէ, դրանով կարող է երաժիշտը կերտել որպես եւ դառնալ ստեղծել արվեստի գործ եւ դա համարվի ռաբիզ երաժշտություն։ Այստեղ գալիս է նորից լեզուների հարցը, որ դա որոշակի լեզու է, երաժշտական, հասանելի, պարզ, երբեմն պարզունակ, որը նույնպես մարդուն հասանելի է։ Բայց դրա վտանգը կայանում է նրանում, որ ռաբիս երաժշտությունը ձգտում է փոխարինել ողջ համաշխարհային համամարտկային երաժշտությունը։ Այդ վտանգը ես տեսնում եմ։ Այդ վտանգը կա իսկապես, թե երբ է երաժշտությունը դառնում ռաբիս եւ ո՞րն է դրա դրդաժանը երաժշտության մյուս ճյուղերից, այդ ամենի մասին ամեն ինչ գիտի Երևանի կոնսերվատորիայի դասախոս Սեդա Շերյանյանը, երաժշտագետ, ում սիրով այսօր հրավիրել ենք տաղավար։ Բարի երեկո, ձեզ նույնպես ուրախ ենք տեսնել Ազատ գոտու տաղավարում։ Ո՞րն է ռաբիզը, արդյոք այսօր ռաբիզ երաժշտությունը ինչու է այդքան թևածում եւ դա միթե մեծ վնաս չի հասցնում երաժշտությանը։ Ռաբիսը սա շատ բարդ համակարգ է, արդեն կայացած երևույթ է, ուզում եք ուզեք, ուզում եք մի ուզեք, միևնույն այս երևույթը արդեն կայացել է եւ նույնիսկ ունի իր ժանրային տարատեսակները, տարանջատումները։ Ես ինձ համար առանձնացրել եմ երկու կատեգորիա ռաբիս երաժշտության։ Առաջինը, որի ներկայացուցիչներին ես այստեղ տեսնում եմ, դա կատարողական մանիերա է։ Ընդհանրապես կատարողական մանիերա, նույնիսկ ժողովրդական երգի կատարման ընթացքում ելևեջների, խաղիկների առկայությունը, նրանց մի որոշակի տարբերակումը արդեն բերում է ռաբիս կատարմանը։ Եվ գոյություն ունի ռաբիսի շատ ավելի վտանգավոր տարբերակ, որը ոչ մի կապ չունի ազգային մտածողության հետ։ Ո՞րն է դա։ Ոյ, վախենում եմ շատ կոպիտ բառ ասելու, այսօր բայց ժողովրդի մեջ այդ խոսքը ասում են, դա ռաբիսի այն տեսակն է, որը հիմնվում է ոչ մեր ազգային լադային մտածողության վրա, որի երաժշտության հիմքում ընկած են արևելյան ժողովուրդների եւ մեր հարևանների լադային մտածողությունը, նույնիսկ անվանումները լադերի այստեղից են գալիս, որտեղ ուղղակի թուրքական երաժշտությունը մեկնաբանվում է հայերեն բառերով, վերջերս նաև քրդական երաժշտությունը, որի օրինակը, եթե ուզեք, ես հետո ձեզ կբերեմ։ Շնորհակալություն, մենք այդ մասին դեռ կխոսենք եւ այս բանի սիրով ուզում եմ տաղավար հրավիրել ռաբիս երգեր կատարող, թերևս ինտերնետում են այդպես բնորոշում, ու նաև վերջերս տվեցին հետաքրքիր մի տիտղոս ինտերնետում, ասացին ռաբիզի թագուհի, թե որքանով է դա այդպես։ Հրավիրում ենք տաղավար երգչուհի Նանային, ով մենահամերգներ է կազմակերպում, դահլիճներ է լցնում եւ ժողովրդականություն է վայելում, ինչպես ինքն է բնորոշում։ Բարի երեկո Նանա, ուրախ ենք ձեզ տեսնել նույնպես Ազատ գոտու տաղավարում, չեմ հիշում վերջին անգամ երբ է ձեր հանրային հեռուստատեսությամբ ձեզ մոտ էստաֆետ եւ եթեր եղել։ Պատմեք, առհասարակ ճիշտ է այն բնորոշումը, որ երգչուհի Նանան ռաբիզ է կատարում։
Ոչ, ես սկսել եմ երգել ժողովրդական երգեր, իմ անուշ մայրիկից եմ ճանաչվել, մայր գովերքող երգչու եմ եղել, բայց չգիտեմ ինչու, երևի թե Սպիտակցի Հայկոյիդ, որ դուետ կատարեցինք, այդտեղից սկսվեց այդ խոսակցությունները, բայց ինձանից հետո մեր բոլոր էստրադային երգչուհիները իր այդ դուետ երգեցին։ Փաստորեն, եթե ես ռաբիզ եմ, բոլորն են ռաբիզ են, այդպես գնանք։ Ինչ ասեմ, բայց ես ինձ համարում եմ ժողովրդի կողմից սիրված երգչուհի, որտեղ ես կատարում եմ տարբեր ոճային երգեր, եւ էստրադային, եւ ասենք պարային, եւ ժողովրդական, ես ամեն ոճ էլ կատարում եմ, բայց դա չի նշանակում։ Ձեզ շատ են քննադատում։ Ինչ է Որովհետեւ շատ են ինձ սիրում։ Որ ինձանից ոչինչ չներկայացնեմ, չեն քննադատի։ Ես այնքան կամ թող քննադատեն։ Տիկին Շեյրանյան, դուք լսել եք հետաքրքիր է Նանայի երաժշտությունը կամ դուք, պարոն Վարդազարյան։ Մի անգամ առիթ եղել է։ Նույնպես։ Եվ ինչպես կբնորոշեք դուք որպես երաժշտագետ եւ երաժշտություն մոտ կանգնած մարդիկ։ Ես կասեի, որ սա առաջի կարգի, իմ դասակարգած առաջի կարգի մանիերա է սա ընդհանրապես կատարողական։ Ճիշտ է։ Նանային երկրորդ կատեգորիային դժվար է դասել։ Եվ փառք Աստծո, որ դժվար է դասել։ Շատ լավ, հետաքրքիր է իմանալ Նանա, ըստ քեզ որն է ռաբիզը։ Ես չեմ հասկանում այդ խոսքի իմաստը։ Այսինքն, եթե երգիչը երգում է այնպիսի երգ, որ ժողովուրդը սկսում է սիրել, գումար վաստակել, այդ տվյալ երգիչը ասում են ռաբիզ երգիչ է կամ երգչուհի է, թե ասենք, որ որևէ մի քիչ շեղում է լինում, դուք ճիշտ ասեցիք, որ ինչ-որ դեպի արևելյան շեղման հետ կապված քրդական ոճերի մեջ, ասենք կամ մի քիչ թուրքական, մի քիչ կլկլոց երևի, այդ դա է, որ մի քիչ շեղում են, որ ռաբիզ է։ Այդ են ասում, թե չէ, ես չեմ հասկանում, ռաբիզ ինչ է նշանակում ռաբիզ։ Դուք շատ գեղեցիկ բացատրեցիք, բայց խուսափում եք այդ բառից արդյոք։ ոչ թե խուսափում, այլ ուղղակի գեղեցիկ չի հնչում, որովհետև ռաբիզ խոսքը հենց ինքը, եթե ասենք մարդ անճաշակ է հագնում, ասում են ռաբիզ է հագնվել, չէ՞։ Հագուստի առումով կամ ասենք ընդհանրապես անգամ ճաշատեսակ է, ասում ռաբիզ ուտելիքներ է ուտում, չէ՞։ Այսինքն վատ հասկացողություն, բայց ես թույլ չեմ տա իմ գոլեգա ընկերներին վիրավորեք բոլորով, ասենք թե ասենք ռաբիզ չի կարելի։ Եթե երգիչը սիրված է ժողովրդի կողմից, դա արդեն բայց որպես հաղթանակ է։ երաժշտագետ ձեր պարտքը պիտի լինի, չէ՞, այսինքն երաժշտագետների պարտքը պիտի լինի այսօր երաժշտության այդ շերտը, որը լծվել է հասարակությունում, նաև այո ձեր պարտքն է Տիկին Շեյրանյան։ Ինչն է շերտը լծվել, մի հատ Այսինքն ռաբիզ երաժշտությունը, որ համաձայն չեք։ ռաբիզ երաժշտությունը ո՞րն է քո հասկացող։ Ես Տիկին Շեյրանյանը ավելի լավ կպատասխանի այդ հարցին։ Հիմա ես փորձեմ ասել ձեր հարցի պատասխանը, փորձեմ տալ։ Մեր սպառման դաշտը բավականին քիչ է։ Մենք ժամանակին կներեք կոպիտ խոսքի համար ջայլամի քաղաքականություն վարեցինք եւ չտեսնելու տվեցինք, թե ինչ է կատարվում մեր կողքին։ Եվ երբ այդ կատարողական մանիերան սկսեց կամաց լցնել մեր ամբողջ երաժշտական դաշտը, միայն բնութագրում էինք լավ է, թե վատ է խոսքերով։ Վատ է, չի կարելի, լավ չէ եւ այլն եւ այլն։ Բայց դա սխալ մոտեցում է։ Առաջին հերթին պիտի բացատրել, թե ինչն է լավ, ինչն է վատ, ախտորոշել հիվանդությունը, որ նոր կարողանաս այդ հիվանդությունը բուժել։ Սկսենք դրանից։ Խոսքը չի գնում այն մասին, որ արգելք դնել, արգելել գնդակահարել պատմական։ Անընդհատ խոսում են այդ խոսակցությունը, անընդհատ տարբեր եթերներով գնում են։ Okay, թող եթերներով ասեն, որ այսպիսի երգ, այսպիսի ոճ, այսպիսի նոտա, այսպիսի երաժշտություն մի երգեք, մի կատարեք։ Բայց ասենք թե եթե ես երգեմ որևէ մի ոճ, մի երգ, իմ հետևից երգիչները սկսում են կրկնօրինակել։ Այսինքն ես ինչ եմ։ Ես լավ օրինակ եմ, թե վատ օրինակ եմ։ Եթե վատ եմ երգում, թող իմ հետևից չկրկնեն իմ երգերի ոճերը, իմ երգի անունները։ Դուք կարծում եք, որ ձեզ կրկնօրինակում են այսինքն։ Շատ էր։ Մայրիկ երգ երգեցի, ամբողջ ազգը երգիչները սկսեցին մար երգել։ Ով էր երգում մոզ։ Կարելի է մի բան ասել։ Ծնողապաշտային թոշուտ երգեին։ Նու մայրիկ երգել են, գովերքել են միշտ էլ։ Կարելի է մի բան ավելացնել, այստեղ ամբողջ խնդիրը նրանում է, որ այդ ուղղության ներկայացուցիչների շատերը ապաշնորհ չեն, շատ շնորհալի մարդիկ են, շատ ընդունակ մարդիկ են, թե գործիքային ոլորտի կատարողները, թե վոկալիստները։ Նրանք ունեն շատերը հիանալի ձայնածավալ, չտեսնված ճկուն ձայն, կարողանում են տիրապետել իրենց ձայնին, հիանալի մեծ գեղեցիկ տեմբր, հիանալի կատարողական հնարավորություններ, ուրիշ խնդիր,
թե ինչին է նրանք իսպազ դնում այդ ամբողջը։ Ոչ թե ժողովրդական ազգային երգի տարածմանը, այլ ընդհակառակը օտարամուտը տարածելու։ Շատ լավ, մենք հիմա դեռ այս առիթով դեռ կասնենք խոսել, հիմա սիրով տաղավար եմ ուզում հրավիրել դասական երաժշտության կատարող եւ նույն ոլորտում կատարող եւ նույն ժամանակ բավական պոպուլյար Աննա Մայլյան, սիրով հրավիրենք տաղավար եւ նաեւ լսենք նրա տեսակետը։ Բարի երեկո, շատ ուրախ ենք ձեզ տեսնել Ազատ Գոտու տաղավարում, լսում եք քննարկումը եւ խնդրեմ ձեր մեկնաբանությունն ու ձեր դիտարկումը։ Դժվար է 5 րոպեի ընթացքում ինչ-որ մի քննարկում իհարկե ձևավորել։ Ես ասեմ, որ ընդհանրապես թյուր կարծիք կա ինչ է ժողովրդական երգեցողությունը, երգարվեստը, ինչ է հոգևորը, ինչ է դասականը, ինչ է եւ այլն։ Եվ այլն եկանք հասանք ռաբիզմին։ Հոգևորի եւ դասականի տեղը ռաբիզ արդեն վաղուց գրավել է։ Ես այդպես չեմ կարծում, որովհետև մենք կանք, մեր բանակը մեծ է, եւ մենք ինչքան որ մեզ տրված է, պետք է պահպանենք եւ առաջ տանենք մեր իսկական ազգայինը։ Ես այստեղ պետք է անպայման ասեմ, որ բնականաբար մեր առօրյայում կա այս հասկացողությունը rubbish music, ռաբիզ։ Մի քիչ պետք է իսկապես ռաբիսը թողենք մի կողմ, որտեվ ժամանակին մանավանդ սովետական շրջանում նա շատ ուրախացրել է ռեստորանային ժողովրդին եւ ոչ միայն սիրված երգեր կան, որոնք այսօր բացարձակ ռաբիզոտ չեն։ Իսկ ինչ վերաբերում է իսկական այդ ռաբիզին կոչված, այսօր նույնիսկ ինձ համար նման երաժշտություն չկա, ինձ համար կա թուրքամետ։ Իսկ նանա երաժշտությունը լսել եք։ Այդ արևելյան այդ խաղերը, եթե արևելյան երաժշտությունը կատարվում է հենց արևելցի կողմից, ոչ հայի, այսինքն թուրքի կողմից թուրքական երաժշտություն, արաբի կողմից արաբական, եւ եթե դա համապատասխանում է իրենց ազգային ֆոլկլորին, ասենք, հա, ես օրինակ շատ մեծ հաճույքով լսում եմ իրանական ազգային երաժշտություն, որ Լավ, դուք նանա երաժշտությունը լսել եք, ինչու՞ Այո, են ես լսել եմ, բնականաբար, որտեղ հեռուստացույց նայում եմ, բնականաբար, այսպես լսում եմ նման կատարումներ եւ երաժշտություն, ես անմիջապես իհարկե աշխատում եմ չլսել, ներողություն իհարկե, որտեղ դա իմ ներքին աշխարհի հետ ճաշակի կրթվածության հետ չի համապատասխանում եւ իհարկե ներողություն նաեւ ասեմ, որ դա ժողովրդական երգի հետ էլ կապ չունի։ Ներողություն, նանա, իսկ դուք լսել եք Աննա Մայլյանի Դե ես չեմ ուզում այս պահին ռինգի դուք լսել եք օրինակ Աննա Մայլյանի Լատիներեն է դա degustibus est non disputandum, այսինքն ճաշակների մասին չեն, բայց ձևավորում են։ Այո, իհարկե։ Իսկ դա գալիս է արդեն տեսանկյունից, որ այդ տեսանկյունի մեջ միայն մնում է ինչ-որ մի բանը, դա դառնում է գերիշխող եւ ազդում է հոգեբանության վրա եւ աշխարհընկալման վրա։ Հոգեբանության վրա ազդում է մանավանդ հեռուստատեսությունը եւ սիրված երգեր հաղորդաշարի հեղինակ եւ վարողին եմ սիրով ուզում տաղավար հրավիրել Արտուր Ումրոյանին, մարդ, ով շաբաթը գոնե մեկ անգամ այդ երաժշտությունը քարոզում է եթերից։ Բարի երեկո, պարոն Ումրոյան, ուրախ ենք ձեզ տեսնել Ազատ Գոտու տաղավարում։ Արդյոք այդ քարոզը չափից դուրս շատ չէ։ Ուրեմն նախ ես ուզում եմ մի փոքր անդրադարձ կատարել մեր շատ ուրեմն հարգելի պարոն Վարդազարյանն ասաց այդ մասին, թե ինչ է նշանակում ռաբիս։ Շատ կարճ։ Նախ ռաբիս մենք բոլորս գիտենք, որ ժամանակին խորհրդային տարիներին ստեղծվեց ինչպես կոլխոզ, սովխոզ, այնպես է ստեղծվեց ուրեմն բյուրո ռաբոտնիկով իսկուսստվո, այդպես էլ կոչվում։ Այսօր շատերը ասում են ռաբոչե իսկուսստվո, որ շատ վիրավորական է բոլորի համար, այսինքն բանվորների արվեստը պետք է ցածր մակարդակի լինի, չգիտեմ, ասենք մյուս խավերինը բարձր։ Սա արդեն սարսափելի սխալ է եւ մեկ շատ պատվարժան մարդիկ են այդ մասին ասում, եթերից, որ ծիծաղելի վիճակի մեջ են գնում։ Նախ այս ամենի մասին խոսելու համար պետք է մի քիչ երաժշտություն, այսինքն միայն ջազի մասնագետը չի կարող այս մասին խոսել։ Ես այդ կողմից շատ ուրեմն ինձ համար շատ ընդունել է, որ այսօր այստեղ է պարոն Վարդազարյանը, որտեղ նա գիտի թե ջազ, թե էստրադա, թե ռաբիս կոչեցյալ եւ այլն։ Շատ հարգում եմ ուրեմն Աննա Մայլյանին, նրա երգարվեստը, իրոք դա հրաշք է, այդ մասին չենք խոսում, բայց եկեք ամեն ինչի իրենց անուններով կոչենք։ Կոչում ենք էլի։ Գիտեք ինչն է վատը, որ ռաբիզ է անվանվում ամեն ինչ։ Եկեք տարանջատենք իրանից, կա լավ որակի երգիչ, կա վատ անորակ երգիչ, կա լավ երգ, կա վատ երգ, կա պրիմիտիվիզմ, որի քարոզիչը իհարկե ես չեմ, Արտակ ջան, դու
թող քեչ թվա թե ես ռաբիզի ջատագով եմ։ Նախ ես ասում եմ, հիմա այսօր ռաբիզը դարձել է մի բառ, մի խոսք, որ վիրավորական է բոլորի համար։ Բայց ինչու է խուսափում։ Օրինակ, Ասեմ ինչ։ Որովհետև այսօր ամեն մի անմակարդակ, ասենք, հագնված մարդու կամ չգիտեմ, անճաշակություն ռաբիզ են համարում։ Ես ես կարող եմ ասել, որ այդ ռաբիզը կա թե էստրադային երաժշտության մեջ, թե օպերային երաժշտության մեջ դասական։ Ես վերջերս օպերային երաժշտության մեջ կա ռաբիզ։ Ես ասեմ։ Չի կարող լինել։ Իհարկե, Ես ասեմ, հնարավոր չի։ ես վերջերս կամերային տանը համերգ էի մասնակցում, ասինքն ունկնդիր, այնտեղ 2-3 երկրի անունը չեմ ուզում տալ, այնպես երգեցին, որ ես ուղղակի հիասթափվեցի ընդհանրապես դասական երաժշտությունից։ Չէ, դա որ այդպես չի կարելի ուրիշ եկել։ բան է, դա չի նշանակում նրանք ռաբիզ Դա են։ Ես էլ ասեմ, ռաբիզ Սա աշխարհ։ ուրիշ բան։ Օրինակ այսօր մեր տարում նստած է Հովհաննես Վարդանյանը, մեր հանրապետության Այսինքն լավագույն ինչ անճաշակ է, վատ է մեկը։ դուք համարում եք ռաբիզ, փաստորեն, ոչ պրոֆեսիոնալ։ Ասեմ ձեզ, յուրաքանչյուր, ուրեմն ռաբիս երաժշտություն ես միջով վերջ իմ միտքը չավարտեցի, կիսատ որտեվ այս քննարկում ընդհանրապես պետք է մի 2-3 ժամ լինի։ 2-3 ժամ բնականաբար չեն կարող։ Ձեր հաղորդումը քանի րոպե է տևում։ Նախ ես ողջունում եմ, որ դուք այս քննարկումը ուրեմն սկսել եք, եթե հնարավոր լինի հետագայում ավելի ընդարձակ ձևով անենք։ Անպայման։ Բայց ասեմ ձեզ, ուրեմն հիմա ռաբիզը դարձել է անճաշակության, անմակարդակության ինչ-որ խորհրդանիշ բառ, որը ես չեմ ընդունում։ Պարոն Ուրյան, կրկնվում ենք, 1 րոպե։ Քաղաքային ֆոլկլոր։ Շնորհակալություն։ Մենք դեռ քաղաքային ֆոլկլոր, կարծում դրան էլ դեռ կանդրադառնանք եւ կհասկանանք, թե որն է քաղաքային ֆոլկլորը եւ որն է ռաբիզը։ Նանա, փոքրիկ հատված կարող ենք լսել ձեր ստեղծագործությունից, սիրով եւ կարծում եմ այս ծափարություններն է ձեր օգտին մարդ, ով լցնում է տաղավար, հանդիսատես է հավաքում, մեծ թվով ձայնասկավառակեր է վաճառում եւ սիրով ես կարծում եմ ձեր երկրպագուները հանրային եթերից սպասում են։ Շնորհակալություն, բայց ես պատրաստ չեմ, նախ փոքր այս միկրոֆոնով ես պատրաստ չեմ երգել։ Արտակ ջան, մի բան կարելի է ասել, ընդհանրապես անիմաստ է խոսակցությունը վարել, մինչև մենք չհասկանանք, որ սա այս ամեն ինչը կապված է կրթվածության հետ, անպայման։ Կրթված պուբլիկան պահանջում է կիրթ երաժշտություն։ Ոչ կրթված պուբլիկան բնականաբար պիտի պահանջի այն, ինչ որ անդադ իր ականջը ուզում է։ 6-8-երը եւ այո, շատ մատչելի երաժշտություն, որ ուղղակի ռիթմ միգուցե, որ բառն չի հասկացվում։ Եվ այդտեղ ինչ կմտնի օտար երաժշտություն, օտար լադեր, թե ինչ, արդեն կարևոր չի իրեն համար։ Շնորհակալություն եւ այսօր մեզ մոտ տաղավար սիրով հյուրընկալել ենք Հովհաննես Վարդանյանին, կլարնետահար, մարդով տաղավարում է եւ սիրով հրավիրում ենք ձեզ այստեղ, այո, համեցեք եւ հիմա ավելի կոնկրետ եւ պրակտիկ ձևով կհասկանանք, իսկ ուր է ձեր կլարնետը։ Կլարնետը մի քիչ փոս, եթե կարելի է մի քանի վայրկյան ուշ։ Ես ողջունում եմ ձեր հաղորդաշարը եւ շատ ուրախ եմ, որ թեման ռաբիսին է վերաբերվում եւ շատ եմ սիրում ռաբիս, ես ավարտել եմ ժողովրդական բաժին, բայց ես համարում եմ ռաբիս նվագող, երգիչ եւ շատ-շատերի համար չեմ ուզում ասեմ, ել ինչ եմ ինչքան բարձր կամ ցածր եմ համարվում, բայց շատ ուրախ եմ, որ այս թեման շոշափվում է։ Իսկ ներողություն, չեմ կոմպլեքսավորում, որոնք շատերը կոմպլեքսավորում են այդ բառը։ Այստեղ թեմաները շատ սխալ է գնում, ասեմ ձեզ, որպես արվեստաբան կամ արվեստի մարդ, որոնք որ ուսումնասիրում են, խնդրում եմ ավելի մի քիչ շատ ժամանակ տրամադրեն ուսումնասիրելու համար, ասեմ, օրինակ դուք որ ասում եք թուրքամետ կամ քրդական կամ, չգիտեմ, եթե քրդականին մենք չկպանք։ Մի րոպե, ձեր արվեստաբանը, դուք ասեցիք, ուրեմն այսօրվա մեր հեռուստատեսության բոլոր ալիքներում, բացի ռաբիս կոչվածներից, չգիտեմ ինչեր են կոչվում, էստրադայինա ժողովրդական են, բոլորի մեջ այդ մոտիվացիան կա արաբական եւ ոչ հայկական լադերի եւ ոչ մեկը դրան չի կպնում։ Մենակ ռաբիսի խոսում են, ռաբիսի մասին առանց մտածելու, թե դա ինչ է։ Ես ուղղակի ժողովուրդ ջան կուզենամ ձեր ամենասկզբի հարցի պատասխանը պրակտիկ հենց հիմա։ Ուզում եմ մի հատ երկի տեսքով մեր հայ ժողովրդին ուզում եմ ասեմ, որ կա ունենք մենք հորովել, չէ՞։ Դա ժողովրդական երգ է, որը Կոմիտասը մշակել է, տվել է մեզ։ Ես պրոֆեսիոնալ երգիչ չեմ, բայց երգում եմ, ունեմ շատ սիրահարներ։ Մենք մեր ազգը սովորը լսելու այս տարբերակը, չէ՞, բոլորս պետք է երգվի սենց վարվարարա հակոսարա, չէ՞։ Հիմա մարդը յուրաքանչյուր հայ մարդ իր տան մեջ գործ անելուց, կինա տղամարդը հոտես չի երգում։ Դե երգի սենց, չէ՞։ Վարվարարա հակոսարա եզո ջան
Այսինքն կարող է մարդը, Բայց տարբերությունը ո՞ր է։ ասեմ տարբերությունը, կարող է մարդը մի հատ խաղ, որը որ մենք հայերս ունենք խաղերի մեծ վարպետներ։ Ներողություն, բայց քանի որ որպեսի մենախոսության չվերացի, դուք լավ ասացիք, տանը գործանելիս, բայց ոչ թե եթերում, չէ։ Տանը գործանելիս դուք լավ ասացիք, բայց ոչ թե։ Ասեմ, այդ մարդը որ տունը տնից է, չէ՞ ամեն ինչ սկսում։ Մարդու դաստիարակությունը որտեղից է սկսում։ Գործանելիս։ Տանից։ Տանից, գործանելիս։ Այո։ Իսկ եթե մարդը սովորա, որ այդ տեսակ լսի, կամ թեկուս հիմա ես որ կլարնետով ձեզ մի հատ բան ներկայացնեմ, ուղղակի մի քիչ թեթև լարված եմ, բայց դա նշանակում Եկեք դուք նստեք 2 րոպե հանգստացեք, լսենք պարոն Գյունաշյանի կատարումը, որից հետո ձեր կատարումը դուք էլ պատրաստվեք այս բան։ Սափարենքով դուք միշտ պատրաստ եք, մենք դրանում համոզվեցիք պարոն Վարդանյան։ Շնորհակալություն եւ էստաֆետը շատ կուզենամ մենք երկար զրույց երկար զրույց հիմա կունենանք արդեն եթերում եւ հիմա սիրով ծափարենք պարոն Գյունաշյանի եւ լսենք նրա կատարումը։ Աչքերս թողսով որոնում եք ասայից որտեղ է աղդաժան կյանքը քեզ իզնից խալեց ասայից որտեղ է դարձյալ կանչում եմ քեզ սիրուց այդում եմ Բայց հերու ես իմ սիրելի Դարձյալ կանչում եմ քեզ Սիրուց այրվում եմ ես Բայց հերու ես իմ սիրելի Կյանք տուր ինձ սիրելիս Ասա սիրում ես ինձ Ես ժպտա դարձյալ Ասա սիրում ես ինձ, ես ժպտա դարձյալ Դարձյալ կանչում եմ քեզ, սիրուց այրվում եմ ես Բայց հերու ես դու ինձ սիրելի Դարձյալ կանչում եմ քեզ, սիրուց այրվում եմ ես Բայց հերու ես ինձ Ախ այս ուրախ մենք բաժանվեցինք ուշերն են ինձ տանջում Ախ այս ուրախ սերը թողեցի սիրտս ինձ տանջում Դարձյալ կանչում եմ քեզ սիրուց այրվում եմ ես Բայց հերու ես իմ սիրելի Դարձյալ կանչում եմ քեզ Սիրուց այրվում եմ ես Բայց հերու ես իմ սիրելի Կյանք տուր ինձ սիրելիս Ասա սիրում ես ինձ Ես ժպտա դարձյալ Կյանք տուր ինձ սիրելիս
այրվում եմ ես, բայց հեռու ես սիրելի։ Դարձյալ կանչում եմ քեզ, սիրուց այրվում եմ ես, բայց հեռու ես սիրելի։ Ալի Գյումնաշյան ձեր ծափարությունների դեպ վերջերս Գյումրի քաղաքապետը նրան հատուկ սահմանեց վարպետի կոչում եւ Աննա Մայլյանը ցավոք լքեց տաղավարը։ Աննա, ձեզ սիրով հրավիրում են կրկին տաղավար եւ հետաքրքիր է ո՞րն էր պատճառը։ Ծափարենք Աննա Մայլյանին, ինչու դուրս եկավ տաղավարից, հետաքրքիր է եւ ո՞րն էր պատճառը լքելու համար։ Գիտեք ինչ է, ոչ թե դեմ եմ երգչին, բացարձակ երգիչ է, որը տարիներ ի վեր բեմի վրա է եւ ճանաչված, հա, բայց սա այն երաժշտությունը չէ, որ ես կարող եմ կանգնեմ եւ լսեմ։ Ներողություն, դրա համար ես հեռացա եւ ակնկալիքով որ կմոտենամ։ Այստեղ կանգնած, թե այնտեղ կայնած, այսքան մարդ լսում է։ Եթե ես հեռացա, ուրեմն պատճառը կա, Նանա ջան։ Չի կարելի Աննա ջան։ Ամենայն դեպս գիտես ինչ, ես նույնիսկ բեմից եմ հեռանում, ես նույնիսկ բեմից եմ հեռանում, երբ որ դահլիճում տիրում է ոչ վայել վիճակ։ Բեմից եմ հեռանում։ Շնորհակալություն, ես ասեմ, որ այստեղ տաղավարում կան մարդիկ, ում տեսակետը նույնպես կլսենք, ցավոք այս բան ժամանակահատվածը ավարտվեց, բայց մենք կհանդիպենք վաղը կրկին այս նույն հյուրերով եւ կզրուցենք այս առիթով։ Այսօր այսքանը, ես Արտակ Վարդանյանն եմ, 65 015 156 հեռախոսամարով զանգեք եւ հայտնեք ձեր դիտարկումները։ Վաղը թեմայի շարունակությունն է, մնացեք առաջին ալիքի եթերում։